Աշնանային մեղեդի խորագիրը կրող ցուցահանդես տեղի ունեցավ այսօր Նինոցմինդայի արտադրոցական հաստատությունում։ Նկարիչ Համլետ Արոյանի սաների կողմից պատկերված գունագեղ նկարները զարդարել էին պատկերասրահը։ Երեխաները ցուցահանդեսին պատրաստվել էին մեծ սիրով։ Ես այս միջոցառմանը ներկայացրել եմ իմ դիմանկարները, բնանկարները, ավելի շատ ներկայացրել եմ բնանկարներ։ Մեր խումբը շատ վառ գույներով նկարներ է ներկայացրել։ Մենք շնորհակալ ենք ընկեր Արոյանին, որ մեզ այս ոլորտի մեջ շատ գիտելիքներ է փոխանցել։ Ես 1 տարուց ավել է սովորում եմ ընկեր Արոյանի մոտ եւ բազմաթիվ գիտելիքներ եմ վաստակել ընկեր Արոյանից։ Ես շատ եմ սիրում նկարել, նկարը արդեն դարձել է իմ հոբին եւ մենք շնորհակալ ենք ընկեր Արոյանին, նաեւ ձեզ, որ այսօր կազմակերպել եք այս միջոցառումը։ Աշուն իր գույներով թևակողել էր պատկերասրահ։ Հավաքված հյուրեր ուշադրությամբ դիտում էին կտավների ամեն մի նրբության, նրանցում կար տերյանական թախիծ եւ բնության վառ երանգներ։ Ինչպես իր խոսքում նշեց Նարեկ Կիրակոսյանը, տերյանական թախիծի մեջ դրոշմված էր գունագեղ ու չմարող բնությունը։ Այսօր մեր միջոցառումը աշնան վերաբերյալ է, այսօր մենք մեր խմբակով որոշել ենք, որ անցկացնենք աշնանային ցուցահանդես եւ ներկայացրել ենք մեր աշնանային կտավները, այսինքն մենք շատ ենք պատրաստվել այս ցուցահանդեսի համար եւ աշակերտները ներկայացրել են տարբեր նկարներ, որում զգացում է հենց աշնան շունչը, տերյանական շունչը։ Նկարները հիմնականում վառ գույներով են, տաք գույներով, քանի որ աշնան հենց խորհրդանիշը դա դեղին, կարմիր, նարնջագույն, հիմնականում այդ գույներն են եւ եթե նայենք աշակերտների նկարներին եւ իմ նկարներին նույնպես եթե նայենք, կզգանք, որ ցուցահանդեսը հենց կոնկրետ վերաբերում է աշնանը։ Ներկայացրել ենք տարբեր պեյզաժներ, աշնանային պեյզաժներ, նաև նատյուրմորտներ, որոնցում ներկայացվում են հենց աշնան մրգերը, որոնք խորհրդանշում են աշնան բերքահավաքը, աշնան լիությունը։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր ընկեր Արոյանին, քանի որ նրա շնորհիվ է, որ մենք այսքան առաջ ենք եկել, այսինքն նրա շնորհիվ է, որ մեր այսօրվա ցուցահանդեսը տեղի ունեցավ։ Ես արդեն 7-րդ տարին է ինչ հաճախում եմ նրա մոտ նկարչության եւ շատ գոհ եմ նրանից։ Առաջին հերթին շնորհակալ եմ, որ նա հաշվի չառնելով իր առողջությունը, տարիքը Հեշտիայից մինչեւ Նինոցմինդա գալիս է եւ այսքան տարի մեզ ուսուցանում է նկար։ Շնորհակալություն բոլոր երեխաների ծնողների անունից, երեխաների անունից, մեր կուլտուրայի բաժնաշարժ, մեր քաղաքապետի, անդրապես չի անցել մեր երեխի կողմից, ինչքան աշնանային, քանի ծներային ցուցահանդես, նոր տարվա կառավարության, բոլոր ցուցահանդեսները փակված են երբ ինչ են անցկացրել երբ փակվում։ Ձեզանից շատ գոհ եմ, որ մշտական կա հովանավորելու կողմ մասնած թե որ դիպլոմներն են, դա շաշախարի է, ռեսուրսանա, դա լավ է։ Ցուցահանդեսին բացի ծնողներից ու պատանի նկարիչներից ներկա էին նաև մշակույթի ու սպորտի ծառայության ներկայացուցիչները, ովքեր եւս խոսեցին իրենց տպավորությունների ու նկարչի նվիրական աշխատանքի մասին։ Միջոցառման ավարտին քաղաքապետարանի կողմից մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ։ Աշխեն Գրիգորյան, Մերի Ալխունյան, Անուշ Շարուխանյան, Աղասի Շարուխանյան, Լոլիտա Օբելյան, Կրիստինա Գևոնդյան, Մասմիկ Բանդասարյան, Գևորգ Նիկողոսյան, Արամբեն Հապեջյան, Մարի Եվրեջյան, Ասլի Եվրեջյան։ Сегодняшнее мероприятие посвящено теме «Золотая осень». Участниками мероприятия являются ученики 5, 6, 7, 8, 11, 12 классов из сел Делив, Ороджалар, Эштия, Сагамо, из города Нинацминды и Мамзары. Участниками мероприятия, юными художниками, представлено 250 картин, в которых находится данная тема, посвященная золотой осени. Каждый из участников мероприятия в своем написанном рисунке вложил свой труд
свое стремление к работе и к прекрасному художеству, в котором видно и отличается красота и интерес к своей любимой работе. И в знак благодарности, как приятное дополнение к сегодняшнему событию, участники получили от имени мэрии Նինոսմինского муниципалитета сувениры и подарки. Նմանատիպ միջոցառումներ մեր մունիցիպալիտետում բազմիցս են իրականացվում, եւ սա բնականաբար վերջինը չէ։ Ցանկանանք մեր պատանի արվեստագետներին նորանոր հաջողություններ։